Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 6-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի իրադարձություններից, քանի որ այսօր հերթական ռուսական դեսանտների չել Հայաստանում, տեսնենք ի վերջո արդյունքը այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում ինչ է քննարկվում եւ դրանից ինչ եզրակացություն անենք։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանում Հայաստանի ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում ասել է. Ուրախալի է, որ Մոսկվան եւ Երևանը շարունակում են պահպանել միջխորհրդարանական երկխոսությունը, այդ թվում բազմակողմ ձևաչափերում, քննարկելով առավել արդիական եւ սուր հարցերը։ Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք, գործընկերներ, որոնք հետաքրքրված են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմամբ եւ ընդլայնմամբ, ասել է Մատվիենկոն մեծ հաղթանակի 80-ամյակը միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պահպանության գործում խորագրով նիստում։ Մենք գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների անձնական մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին, ընդգծել է Մատվիենկոն։ Իդեպ ազգային ժողովի դիմաց անցերկացում բողոքի ակցիա ընդդեմ Մատվիենկոյի Երևան ժամանելուն, դրան անդրադառնամ մի քիչ ավելի ուշ, ուղղակի մի երկու բան ասեմ նոր։ Կառավարությունից հայտնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Ողջունելով պատվիրակության անդամներին վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին, Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ հիմնված փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը մտկել են փոխանակել Հայաստան-Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական եւ մշակութային կապերը։ Իսկ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է նախատեսվածից շատ ավելի երկար։ Դե հասկանում եք, թե Ռուսաստանի հետ ինչ օրակարգ պաշտպանես։ Պուտինի մոտից մարդ է եկել, Ժորժ ջան, պետք է մի հատ գլխին դնի Փաշինյանը, պետք է մի հատ լիչացնի գլխից, գրկի, մի բան պետք է անի, չէ, որպեսի օրակարգ սահմանեն, բայց դրանից երկար տևի։ Ռուսաստանից է եկել, Ժորժ ջան, իսկ դու գիտեք Մատվիենկոն ինչքան կարևոր մարդ է վստահելի Պուտինի համար։ Ուրեմն բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված ձևաչափով։ Մի հատ առանձնազրույց, մի հատ էլ, բայց իհարկե գլուխգործոցը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն է հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացմանը։ Խորհրդանշական է, ուշադրություն, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ հարգարժան Վալենտինա Մատվիենկոն, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության եւ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Այսինքն այս դարավոր բարեկամության մասին, որ խոսում է Ալեն Սիմոնյանը, մոռացել է վերջերս էլ գործակալ, էլ թշնամի, էլ չգիտես ինչ են անում, էլ 5-րդ շարասյուն են պահում Հայաստանի դեմ, էլ չգիտեք ինչեր ասես, որ չեր ասում, Հայաստանում ցանկանում են հեղաշրջում անեն։ Կար մի հատ գնահատական, որը չի տրվել խորահարգարժան Վալենտինա Մատվիենկոյի երկրի եւ նրանց ղեկավարների հասցեին։ Ժորժ ջան, էս ինչ եք անում։ Էս ինչ վիճակի մեջ եք ընկել։ Էսա ձեր
արևմուտք էի գնում Եվրոպա, չէ, չնայած Եվրոպա չեկել գնում են, ասել եք ոչ դիմում ենք գրել, ոչ էլ օրակարգ ունենք, մի դրանով է հավատում որ։ Հա, բայց խնդիրը սա է, էսա չէ վիճակը, այս աշխարհակաղակական այս խառը վիճակում մեր իշխանությունների մի հատ տեսեք ժեստերը, ոչ մի խնդիր չկա, պատմական ընդհանրությունը պետք է պահպանել, ընդհանուր պատմություն Ռուսաստանի հետ, որ հանկարծ չաղավաղեն, ով է տենաս աղավաղում, ինչն է աղավաղում, եւ գիտեք ինչ, երբ որ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիաներ են անում, իհարկե անողների մեջ էլ ծանոթ մարդիկ կան, որոնց ճանաչում եմ անձամբ, հա, բողոքի թե ինչ է Վալենտինա Մատվիենկոն եկել, կարելի է իհարկե դրան նորմալ վերաբերվել, ասել դե մարդիկ իրանց բողոքն են արտահայտում Մատվիենկոյի նկատմամբ, առհասարակ Ռուսաստանից եկած ցանկացածի նկատմամբ, Լարովի նկատմամբ էլ էին ասում, եթե իրանք զուգահեռաբար հրավիրողի նկատմամբ են վերաբերմունք ունենան Ժորժան դու չես կարող ասել ինչու ես եկել, երբ որ Հայաստանում գրկաբաց ընդունորին դուք սատարում եք։ Բայց դուք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը սատարում եք։ Ցանկացած ուրիշ հարցում ջանք ու եռանդ չեք խնայում Նիկոլ Փաշինյանի սատարելու։ Հիմա մի էպիզոդ, որ վերցնում եք, ասում եք ինչու է գալիս։ Մի հատ ասում եք, բա ինչու ես ընդունում։ Չեք ասում, չէ՞։ Անեցեւի համար կարող է դե դոզավոր, դրա համար մարդիկ դրան լուրջ չեն ընդունում։ Ավելի պարզ ասեմ, որպեսի հասկանալի լինի դա ինչին է նման։ Պատկերացնում եք, որ մարդը մտնի տուն, տեսնի կնոջը մի տղամարդու հետ եւ մի հատ ցուցանականի, ասի ինչու ես եկել մեր տուն, հեռացի մեր տնից։ Ասի ընկեր ջան, մի րոպե, այս կնիկը գրկաբաց ինձ ընդունել է, ոնց չգամ, նեղացնեմ չգա։ Բա դու ինչ չես այդ կնոջը մերժում։ Որ ինձ գրկաբաց ընդունում, ասում ոնց մերժենք։ Մենք մնացած հարցերում իրան սատարում ենք, իրա վարած քաղաք, գիտեք այս կնիկը խոհանոցում իրան ինչ դեպի է դրսևորում, հասկացանք այս հարցում քննադատում ենք, բայց այն հարցում էլ իրան լավ է պահում, չէ՞։ Օրինակ տեսնեք ինքը խոհանոցում ոնց է իրան լավ պահում։ Անենց բոզբաշ է սարքում, մատները թետը կուտես։ Ով էր կասկածում, որ կսարքի այդ մարդը բոզբաշ։ Եվ ոչ միայն խոհանոցում, ով էր դրան կասկածում։ Այսինքն ժողովուրդ ջան, եթե դուք ուզում եք ձեր արածը համոզիչ լինի, դուք հրավիրող կողմին եթե սատարում եք մնացած հարցերում, այդ ձեր բողոքի ակցիան զուտ ուղակի ոնց որ PR ակցիա է։ Դուք գիտեք ձեր գործն է, արեք, եթե դա ձեզ ինչ որ բան տալիս է, արեք, բայց տեսնում եք, որ ժողովուրդը դա չի ընկալում այդպես, որտեղ այս ամբողջ ընթացքում թե ոնց եք լեղապատար աջակցում Փաշինյանին եւ ոնց եք էպիզոդիկ ինչ որ բաներ քննադատում, տենց չի լինում։ Դուք պարզ պետք է ասեք, դուք գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանը այս երկիրը պետք է շարունակի ղեկավարել, թե չէ։ Առաջիկա ընտրությունները հերիք հատես լղոզված բաներ անեք։ Ավելի ազնիվ են ավելի գիտեք ովքեր պարզ կանգնում ասում են Նիկոլ Փաշինյանի կողքն եմ։ Կամ կանգնում ասում են Քոչյանի կամ Սերժ Սարգսյանի կողքն։ Ազնիվ կանգնում ասում են։ Գիտես, սխալ անում, վատ անում, դու էլ դեմը պայքարում ես տեսնելով, որ այդ մարդը բարիկադի են մյուս կողմն է։ Հերիք այլ բարիկադի էս կողմ են կողմ, էս կողմ են կողմ։ Որոշեք։ Թե չէ ոչինչ չեք խանգարում ոչ էլ ժողովրդին։ Ժողովուրդը պետք է հավատա, որ ձեր արածը մենակ չի վերաբերվում Մատվիենկոին կամ Լավրովին, վերաբերվում է Հայաստանի կողմից վարված քաղաքականությունը։ Հայաստանն է Մատվիենկոին գրկաբաց ընդունել եւ գտնում է, որ դարավոր բարեկամություն է իրանց հետ։ Ուրեմն այս ամբողջ պատմածը, որ Հայաստանին չեն օգնել, որ Ադրբեջանի զինել են, որ մեր սահմանը չեն պահել, որ այս բոլոր բաները այս դարերի մեջ կորավ գնաց ժողովուրդ ջան, դուք ի՞նչն եք քննադատում։ Եկողի եւ բացի հետ էլ իսկ մեր երկրում երբ որ տեսնում ենք իրավիճակը ինչպիսին է հոմենակ այդ հարցերում չի խայտարակությունը ասես բազմապրոֆիլ է էլի օրինակ սոցիալ-նախարարը այսօր ազգային ժողովում ասում է բնակչության լուրջ դեֆորմացիա ունենք ավակ սերունդը ամեն տարի մեծ թվով ավելանում է պատկերացնեք դեֆորմացիա ունենք ավակ սերունդը ավելանում է դեմը չեն կարող առնեն էլի այսինքն հիմա Աշխատողների թիվը պակասում է, մարդիկ տեսնում են, որ այդտեղ այդ մթնոլորտը տեսնում են, գլուխներն առնում են, երիտասարդները գնում են, իհարկե իրանք ամեն ինչը բացատրում են, որ բանակից են գնում, ոչ բոլորը բանակի պատճառով են գնում, կամ էլ են տարիքի մարդիկ են գնում, որ բանակի խնդիր չունեն, նրանք ուղղակի այլևս այդտեղ իրանք
իրացված չեն տեսնում ու գնում են։ Հիմա ասում աշխատողների թվականակը քիչ է, թոշակառուների թիվը ամեն տարի ավելանում է եւ դա լուրջ դեֆորմացիա է առաջանում։ Ինչ եք առաջարկում։ Դե այդ ռազմավարություն մշակեք թոշակառուներին հանեք Հայաստանից էլի։ Դուք տեղից ասում եք թոշակը չենք կարող բարձրացնենք։ Չենք էլ բարձրացնելու, դա չունենք փող։ Այն մյուսներին բան չտանք։ Մի հատ էլ ասում եք գնալով թոշակառուներն ավելանալու է, որովհետև երիտասարդները դուրս են գալիս, մնացած երիտասարդները, որոնք մնում են, չեն կարողանում ապահովել այդ մնացած թոշակառուների արածը։ Մոռանում են, որ թոշակառուներին պահելու խնդիր չի առաջանում, որովհետև կൂട്ടակային կենսաթոշակ եք մտցրել եւ իրանք այդ գումարները հատկացնում են, հետո իրանց հատկացնածն են ստանալու։ Սա հարցի մի կողմն է։ Մյուսն էլ արդեն լուծումը որն են գտնում։ Դրսից պետք է մարդիկ բերենք աշխատող ձեռք։ Առաջիկա 10, 20, 30, 40 տարվա համար դրսից մարդ բերենք, որպեսզի թոշակառուների հետ հարաբերակցությունը չփոխվի։ Իսկ չեք մտածել, որ դրսում կամած անցնում են արհեստական ինտելեկտի, կամած անցնում են ռոբոտների, կամած անցնում են հոսքագծերի, որի պատճառով կարող է աշխատուժի համար այդքան անհրաժեշտություն չառաջանա։ Կարող է ինչ-որ միտեղ կամած մտածեք այն ոլորտը, որտեղ հնարավոր է ավտոմատացնել, այդ մարդիկ տեղափոխվեն մեկ ուրիշ ոլորտում աշխատեն, այդ նույն երիտասարդները այդ խնդիրը չառաջանա, կամ էլ թոշակառուները իրանց համար աշխատանք այո կարողանան գտնեն եւ կարողանան աշխատեն, բայց իրանք կարող է աշխատեն, կարողա չէ, դու պարտավոր ես նրան պահես, որտեղ հասարակության հենց սոցիալական պետության ամբողջ իմաստը նա է, թե ինչպիսին է քո վերաբերմունքը նաեւ հասարակության բանի կարիք ունեցող սոցիալական կարիք ունեցող պաշտպանության կարիք ունեցող շերտերի համար, երեխաների եւ մեծերի։ Ուղղակի ուզեմ ասեմ, որ այս մարդիկ ասում են, գիտեք, խնդրի առաջ են կանգնել, թոշակառուները շատացել են, ինչ եք առաջարկում։ Քաղաքականություն իրականացեք, թողեն գնան։ Այնտեղ եք զզվել են էլի ձեր ձեռից։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի այն ակտիվ քայլերը էսկոմենկոմ անելու, նաև արձագանքը Ադրբեջանից։ Անմիջապես Հայաստանի իրադարձություններին արձագանք։ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալաշուքուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։ Կարելի է կարծել մեր աչքերն էլ ուռել էր, որ դու պետք է նրա հետ հանդիպեիր, կամ մթամիջը մի որ հանդիպել եք, այդ ինչ եք քննարկել, բայց հատուկ նպատակային ինքը խառնվում է Հայաստանի ներքին գործերին։ Ես չեմ համարում, որ նպատակահարմար է ինձ համար հանդիպել Գարեգինի հետ։ Գարեգինը բացի իր կրոնական դերից ստանձնել է նաև քաղաքական դեր։ Նման հոգևորականին հարիր չէ այդքան ներգրավված լինել քաղաքականության մեջ, բացատրել է Փաշազադեն։ Եվ իհարկե անմիջապես ինքը խառնվել քաղաքականությանը, բացի հետ։ Փաշազադեն հավելել է, որ մեզ չի հետաքրքրում Հայաստանի վերաբերմունքը Երևանի կազիաթի վերականգնման նկատմամբ։ Հետագա ժամանակահատվածում Երևանի կազիաթի գործունեությունը դադարեցվել է Երևանից ադրբեջանցիների արտաքսման պատճառով։ Մենք հույս ունենք, որ կրկին կվերադառնանք մեր հողեր, եթե կազիաթն այսօր շարունակի իր գործունեությունն այստեղ, ապա մենք կարծում ենք, որ այն շուտով կգործի նաև այլ հողերում, Երևանում եւ Էջմիածնում հաստատ։ Նշել է Փաշազադեն։ Հասկացանք, այսինքն այդ ոնց եք վերադառնում, այդ ով է վերադարձում, դա քաղաքական որոշում չէր։ Բայց մեր քաղաքականությանը չի կարելի խառնվել։ Բայց դա ինչ է խառնվել։ Արտաքին քաղաքականությանը խառնվելը քաղաքականություն չի։ Կամ այսինքն ոնց է պատկերացնում, նրանք ինչի հիման վրա են հետ գալու։ Կամ ոնց են գնացել։ Հայաստանը ինչ պարտավորություն ունի նրանց հետ բերելու։ Խորհրդային միության ժամանակվա գնացածի դրա մասին շատ ենք խոսել։ Որ պարտավորությունն է Հայաստանի վրա դրվել, որ նրանք պետք է վերադարձնեն Հայաստան, որ առավոտից երեկո տարբեր տրամաչափի պաշտոնյաներ մուննաթ են գալ Հայաստանի վրա, թե անպայման պետք է այդ մարդիկ հետ գան եւ իրենց տներում ապրեն։ Եվ սա զուգահեռաբար տարվում է իրանց հոգևոր կառույցն ասում է, մենք պետք է գանք մեր հոգևոր ծառայությունն իրականացնենք Երևանում, Էջմիածնում, նպատակային էլ նշում է, Երևանն ու Էջմիածին են, համայրաքաղաքական նայել մեր հոգևոր կենտրոնն, այսինքն տեղ է բացվել իրանց ոտի համար, որ կան Էջմիածնում գործունեություն ծավալեն։ Ուղղակիորեն դա առնչվում է նաև Հայաստանում այս իրավիճակին, որովհետև եթե կոնկրետ նպատակային որևէ հոգևորականի հետ կռիվ ունես, այդ կռիվը տուր, բայց այդպիսի լայնամասշտաբ կռիվ ներգրավելով ամեն ինչ, դա հատուկ նպատակային է, որպեսզի պասերով խաղաք Ադրբեջանի հետ, դա մի զարմանալի բան չի։
Իսկ այսօր այն դեպքում, երբ որ այդ լարված իրավիճակում Սյունիքի մարզի Արավուսի նախկին համայնքապետը, տեղ համայնքի ավականու անդամ Արգամ Հովսեփյանը, անդրադառնալով այսօր գիշեր մոլորված երկու անչափահասների դեպքին, ասել է. Գիշերը ժամը 1-ի սահմաններում այդ երկու տղաները ձի են նստել ու գնացել սահմանի բերանը գտնվող իրենց ձիուն բերեն։ Գնացել ու բռնվել են էլի, տղաներին առավոտյան ավտո նստեցել են ու տարել ադրբեջանցիները։ Հիմա եթե այդ մարդը ստում է, կոնկրետ մարդը հարցազրույց է տալիս, մենք էլ լսում ենք։ Հիմա մտահոգված ենք, ասում ենք լավ, այդ երկու ջահել երեխեն գնացին, մոլորվեցին, սահմանը անցան։ Բայց ասма չեն անցել սահմանը մոլորված։ Իրանք սահմանի վրա են եղել, նույնիսկ չգիտենք սահմանն անցած են ադրբեջանցիներն եկել տարել, թե մեր տարածք են մտել, որ այս մարդն ասում է մենք մեր աչքով տեսանք, որ նստացրեցին մեքենա տարան առավոտ։ Սա ինչ է նշանակում։ Սահմանին, այսինքն հանգիստ, եթե կարող է մոտենա երկու երեխա մոլորված, ու մի հատ այնտեղ սահմանապահ չկա, մի հատ դիրքապահ չկա, որ ասի, բալա ջան, ես ուր եք գնում։ Բայց նույն սահմանով ադրբեջանցիներ կարա մտնի, էլի։ Եթե այդ սահմանի վիճակը տենց է, ո՞նց է մարդը պատահական մոլորված անցնում սահման, մեկը չկա, որ ասի ես ուր ես գնում, այդ ձև եք սահման պահում, թե Երևանն եք պահում զորքով, և երկրորդ, բայց թե Ադրբեջանն առավոտ եկել է, տենում է երեխեք են, այդ երեխեքին ասենք լավ մտածեց, որ իր տարածք են մտել, մի հատ տանում է հարցաքննի, որպեսի պարզի հո դիվերսանտ չեն։ Բա մեր ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածում, որ այդ երեխեքը գնացել են աշխատանք ենք տանում, լատենանք ուր են։ Բա դուք ոչ մի կոնտակտ չունեք, հա։ Բա Նիկոլ Փաշինյանը երբ իրան պետքա թեյ է խմում, սուրճ է խմում Ալիևի հետ, երբ պետքա հեռախոսը վերցնում ուղիղ զանգում, հա, էլ չենք ասում առավոտից իրիկու ասում են բոլոր կապերը ունենք։ Ինչ պատահեց այդ կապին, որ դուք երբ որ տեսնում եք, որ ադրբեջանցին նստացել է մեքենա տարել, դուք այդ ուղղությամբ առարկայական աշխատանք, որ իմանաք որտեղ են, ոնց իմանաք ինչ անեք, վաղը մյուս օրը կարող ադրբեջանցի է մոլորվում մեր մոտ գա, պետք է տանենք կորցնենք չիմանան, այդ ձևի ենք գնում խաղաղության, Ալեն Սիմոնյանն էլ ասում հենց թուղթը ստորագրենք, 5 րոպե հետո առևտուր են անելու, որ թուղթը չեն ստորագրում, երեխեքին գողանում է։ Իսկ եթե իրանք տարել են բան պարզելու, մենք ինչի տեղյակ չենք, բա դուք հետները բանակցում եք, սահմանային հազարումի հարցեր եք ճշտում, կոնկրետ մարդը կոնկրետ դեպք է ասում, ես իմ աչքով տեսել եմ, որ գնացել են։ Ուր է բա մեր վերաբերմունքը։ Հմիտի սպասենք, թե Ադրբեջանը ինչ վերաբերմունք ցույց կտա, մարդասիրական հետ կտա, թե կասի գիտեք ինչ, իրանք բան էին, լրտես էին, դրա համար բռնել ենք։ Հիմա մենք նստած պիտի սպասենք Ադրբեջանի որոշմանը, այդ ձևով ենք հետները հարևանություն անելու, այդ ձևով եք մարդկանց ասում, որ որևէ խնդիր չկա։ Լավ մի օրվա մեջ երկու սադրանք, լկտի ձևով, մեկը իրանց հոգևոր առաջնորդը, որի դեպ բավական մեծ կշիռ ունի իրանց համար, առավել ևս կշիռ ունի, որովհետև իշխանության հետ համահունչ են գործում, բացի են, որ կրոնական իրանց ավելի մեծ տեղ են տալի, ինքն էլ բացի այդ իշխանության հետ համահունչ է գործում, համարեք, որ ինչ որ ինքը ասում է, դա ասում է իրանց իշխանության անունից։ Եվ մյուսն էլ ասենք, ուրեմն ցանկացած մարդ պատահական կարա մոլորվի մտնի Ադրբեջանի տարածք։ Ուրեմն մեր տարածքը, մեր սահմանը այդ վիճակում է։ Ոչ սարքավորում կա, որ ֆիքսի ասի են երեխեն են ուրա գնում։ Ոչ մարդ կա, որ ասի ես ուր ես գնում։ Այսինքն այդտեղով ինչքան ուզեն ադրբեջանցի կարա մտնի։ Եթե այս կողմից բաց է, այն կողմից ոնց է փակ։ Իսկ դրա համար այդ ընթացքում արդեն բանը Նիկոլ Փաշինյանը բոլոր ուղղություններով իր հարձակումները սկսել է, հիմա էլ արդեն որոշել է մամուլին դատի տա, այդ իր գործն է, դատի կտա, չի տա, նրանք էլ կպատասխանեն, խնդիրը ամենևին դա չի, որտեղ այսօր ներքաղաքական այս լարված օրակարգը գալիս է մի բանից, որ առաջիկա ընտրություններին իրանք բոլոր ձևերով պատրաստվում են, օրակարգ ստեղծեն, օրակարգ ձևավորեն, կռիվներ սարքեն, մի հատ թույլ օղակ գտնեն, բոլորը հարձակվեն, վրան չգիտես ինչ անեն եւ այլ եւ այլ։ Ի վերջո մարդիկ տեսնում են, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը անխոցելի չի, բայց ինչով է զբաղված։ Մարդ, որը անխոցելի չի, ինչի է ասենց հարձակվում մյուսների վրա։
Կարող է նրանից է, որ ինքը ուղղակի 19-րդ դարի անգլիացի գրող Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի հայտնի խոսքերին տեղյակ չի, որ ասում էր նա ով ապրում է ապակե տանը, ուրիշի վրա քար չպետք է նետի։ Դե որտեղից տեղյակ լինի ինքը բանի Էրդողանի գիկն է կարդում, հո նա Սթիվենսոնի գրածը չի կարդում։ Դա իրան չի նա պետք։ Բայց հարցը գիտեք որ նա ինքը ոնց է մտածում։ Էդ էլ նայենք, էլի, որ այսինքն ինքը այդքան խոցելի է, չէ՞, իրան քննադատում են, ասում են որպես իրան չքննադատեն, բերեք ապակե տան մեջ ապրելով ինքը ուրիշի վրա քար է նետում, բայց հաստատ իմանալով որ հետ են նետելու, չէ՞, ասում է, չէ, արագ գնացեք թևերը բռնեք, դատեք, բռնեք կողեք բանտ, գնացեք վերեն քրեական գործ հարուցեք, ծեծեք, պարկացրեք ասֆալտին, հարկայինը թող մտնի իր մոտ, որ չկարողանա քար նետի։ Լավ, ենթադրենք այդ կոնկրետ մեկի վրա հարձակվեցիր, նրա թևերը բռնեցիր, քար չնետեց, բայց ամբողջ աշխարհը արդեն քննարկում է քո ապակե տան մեջ ապրելը, քո խոցելի լինելը։ Նույնիսկ մարդիկ են քննարկում, որոնք ընդհանրապես չէին իջնում այդ մակարդակի, որ այդ բաները քննարկեն, բայց ասում են ընկեր ջան, դու այդքան թերություն ունես, տեղովդ խոցելի ես, ինչ ես ընկել ուրիշների հետևից։ Այն դեպքում, երբ որ աշխարհում այսքան խնդրեմ կա։ Սա է հարցը, եւ դրա համար նկատի ունեցեք, ինչի է սա այս մահուկենաց կռիվը գնում։ Նորից էլի մենք բացատրենք, որ նաեւ քաղաքական process-ի հետ կապված։ Տեսեք, իրաց նպատակն է ոչ միայն վերընտրվեն, այլ երբևիցե խորհրդանում չլինի նորմալ ընդդիմություն։ Հարցը մենակ նա չի, արևմտամետ ընդդիմություն։ Չնայած չեմ պատկերացնում, որ այս աշխարհակաղակական իրավիճակում կարա ռուսամետ ընդդիմությունը երկրի համար նորմալ բան անի, բայց բանը արտաքին քաղաքականը դնեմ։ Ինչի է ինքը սարսափում, որ նես պետք լինի կամ պետք լինի խորհրդանում նախկինները կամ իր համար կառավարելի ընդդիմություն, որովհետև երբ որ ինքը 7% ունեին խորհրդարանում, դες սպասելով խաղացին եւ այլ Սերժ Սարգսյանի հետ եւ կարողացան դա օգտագործել խորհրդարանում իրան ընտրեն վարչապետ, մյուսները միացան իրան, ժողովուրդն փողոց լցվեց։ Այո, որտեւ այդ շարժումը Սերժ Սարգսյանի դեմ մի քանի մասերից էր բաղկացած, քայլ արա, մեկը մերժի Սերժին եւ այլ, բայց նրանք խորհրդարանում չէին անողները։ Հենց խորհրդարանական ուժը օգտագործեց այդ խորհրդարանական հարթակը եւ այդ քայլերն արեցին, հիմա իրանք ինչի են մտածում, բա որ հանկարծ աշխարհակաղակական որևէ իրավիճակ փոխվի եւ հանկարծ այնպես առաջանա, որ երկրի ներսում հնարավոր է իրավիճակ փոխելու պարագայում իշխանություն փոխել։ Հանկարծ խորհրդանում չլինի որևէ քաղաքական ուժ, որը կարող է դրսի հետ համահունչ աշխատի եւ ինչ որ մի բան կարողանա մեր երկրի համար օգտակար անել։ Չէ, պետք է դա չլինի, պետք է լինեն նախկինները եւ պետք է լինեն իրանք, որի պարագայում ով էլ հաղթի, իրանք ասեն, լավ, դու ես հաղթեք, կգամ կանգնենք ոտերդ։ Պետք չի որ իրանք դուրսը մեր հետ գործընկեր որևէ մեկին տեսնեն խորհրդարանում կամ որևէ ուժ, որը ինչ որ արժեքներից ու գաղափարներից կխոսա։ Ամբողջ կռիվը դրա դեմ է։ Այդ դրա համար է հարցը, որ ցանկացած պարագայում մենք նաև երբ որ խոսում ենք առաջիկա ընտրությունների հետ կապված, մենք պետք է նկատի ունենանք, որ բացի այդ օրակարգը իրանց լցնելը, որ հիմա տեսնում եք, համառորեն իրանց ամենակատաղի թշնամի լինելու են նրանք, ով մերժելու են թե իշխանությանը, թե նախկիններին։ Դրա համար այդ կարգի մարդիկ եւ այդ կարգի ուժերը շատ ավելի մեծ անելիք ունեն եւ հասարակության շատ ավելի մեծ աջակցություն ունեն, որովհետեւ նրանք ուրիշ ռեսուրսի անօրինական չեն տիրապետում, որովհետեւ եթե անօրինական ռեսուրսի տիրապետեին իշխանության համար կլնեին նվեր, շատ խոցելի կլնեին, իրանք եք ասեն շատ լավ է։ Հիմա տեսնում եք, չէ՞ ոնց են վարվում։ Ցանկացածի հետևից գնում են, բայց իրանց պետք է որ մարդը խոցելի լինի, որ հետևից գնա։ Դրա համար առաջիկայում ես ասում եմ, որ մենք պետք է շատ հետևողական այդ գաղափարական մասին էլ խոսանք, ցանկացած որ գոնե ժամանակ գտնենք, մենք չէ դրա մասին խոսանք, թե ինչ պետք է անել, նախկինում ինչա տեղի ունեցել, այսօր ինչա կատարում, վաղը ինչ են կանելու, այդ ամեն ինչը։ Եվ դրա համար ձեր աջակցությունն է շատ կարևոր է, որ նաև տարածեք նյութերը, սեղմեք լայք կոճակը, սեղմեք զանգակ կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, նրանք ովքեր ցանկություն կունենան նաև
մեր ծրագրին աջակցելու այն ինչով զբաղվում ենք, դրա համար կա նաև PayPal-ի տարբերակն էլ ես նշեցի, որ դες ցույց տամ, չնայած նկարագրական մասում եւ Patreon-ի տարբերակը եւ նկարագրական մասում բոլոր հնարավոր տարբերակները կա, որով կարող եք ձեր մասնակցությունը ունենալ մեր ծրագրերին։ Հիմա շարունակենք, շատ հարցեր ունենք, հասցնենք դրա մասին խոսանք։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Դոնալդ Տրամփին է նվիրել նրա պապի Ֆրեդերիկ Տրամփի ծննդյան վկայականը։ Ֆրեդերիկ Տրամփը ծնվել է Բավարիայում 1869 թվականին, Վարշավիրական դասընթացներն ավարտելուց հետո նա 1885 թվականին գաղթել է ԱՄՆ։ Դոնալդ Տրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը հայտարարել է. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հարված է ստացել։ Այս մասը նայենք նաև Ֆրիդրիխ Մերցը ուզեցավ Դոնալդ Տրամփին ասի, ինչքան ուզում ասես Ամերիկան բոլորից կարևոր է, իհարկե բոլորը գիտեն Ամերիկան թիվ 1 երկրին է աշխարհում, բայց իմացի էլի ծագումը հանկարծ չմոռանաս, թե որտեղից ես գնացել, եւ այդ ամեն ինչը եթե լավ չես հիշում, մենք քեզ կհիշացնենք։ Որտե դրա հետ կապված էլ կասեմ, ի վերջո Եվրոպան այսօր ոտքի է կանգնում, նաև շատ կարևոր է իդեպ, որ ոտքի է կանգնում։ Կանցլեր Մերց եւ նաև Տրամփը խոստովանում է, որ այո Ռուսաստանին հասցված հարվածը բավական ծանր էր։ Այնպես որ դա էլ է իրան հնարավորություն տալիս մտածի մի քիչ էլ դիրքերը կոշտացնի Ռուսաստանի հետ կապված, վերանայի այս ընթացքում արած սխալները։ Կանցլեր Մերցը հայտարարել է. երկուսս էլ համաձայն ենք այս պատերազմի եւ դրա սոսկալիության հարցում եւ երկուսս էլ փնտրում ենք այն հնարավորինս շուտ դադարեցնելու եղանակները։ Եվ ես նախագահին ասացի, որ նա աշխարհում այն առանցքային մարդն է, որն իրականում կարող է դա անել։ Հիմա ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա շեշտել է Մերցը։ Այսինքն ինչպես տեսնում եք, Գերմանիայի կանցլերը գնաց, ինքը բավական կոշտ ձևով կանգնած է Ուկրաինայի թիկունքին եւ նաեւ եվրոպական այն պետությունների, որոնք անվտանգության խնդիրներ են լուծում, նաեւ ինքը որ այլևս խոստացել էր, որ նաեւ 5% համախառն ներքին արդյունքի ծախս կանի, մի քիչ լեզուն երկար, գնացել էր ասել, մենք այսքան նանում ենք, դու էլ ծագումը մերոնցական ես, էլի։ Ծագումը չմոռանաս, արին հենց անենք Եվրոպայի խնդիրները լուծենք։ Բայց այս ընթացքում դրան զուգադիպեց իբր թե պատահական Իլոն Մասկի եւ Դոնալդ Տրամփի կոնֆլիկտը, որը այնպես չի, որ դրա մասին չենք խոսել ենք այն ժամանակ, երբ որ իրանք երկուսն էլ իրանք հաջողությունների ու փառքի գագաթնակետն էին։ Եվ որ ասում պարտադիր տարաձայնություն ալնելու, որտեղ այս քաղաքականությունը ձախողված է, մեկը մեկի վրա գցելու բնական է, ու բացի դրանից էլ նաեւ խոսում ենք նրա մասին, որ այսօր Մասկն էլ ասում, ես չէի իրեն տրվի։ Այո, բոլոր սոցիալական հարցումները ցույց էին տալիս, որ զիջում էր Դոնալդ Տրամփը ընտրությունների նախնական արդյունքներով։ Համարենք անճշտություններն էլ եթե հաշվենք, նույնիսկ այդ պարագայում, եթե անճշտություններն էլ համարենք, թող ինքը փոքր առավելությամբ հաղթեր, բայց այդ շեշտակի առավելության պարագայում դա նշանակում է, որ որոշակի մանիպուլյացիայի հարց կարող է լինել։ Առավել ևս, երբ որ ինքը Դոնալդ Տրամփը չի բացառել ընտրակեղծիքները, որ իբր նախորդ անգամ իր դեմ են արել։ Ինքն էլ այս անգամ ասել, պետք է փոխենք այդ կարգը, որպեսզի հանկարծ նոր ընտրակեղծիքներ առաջիկայում չլինեն։ Այսինքն չի բացառել ընտրակեղծիքները, իսկ Մասկը տիրապետելով ինչ-որ հնարավորությունները կարող էր նաև այդ անել, որովհետև ես նորից եմ ասում, եթե հավասար լիներ շատ քիչ տարբերություն, ոչինչ, շեշտակի տարբերություն, երբ որ այդ ամբողջ ուսումնասիրությունը դրան չէր տանում, դա խոսում է նրա մասին, որ Մասկը շատ ավելին է, բացի ֆինանսական մասնակցությունը, եւ հիմա համարում է, որ իրան լավ չեն գնահատում, հիմա դա կարդանք ու անդրադառնանք։ Ուրեմն Միլիարդատերը Թրամփին ստախոս է անվանել, ասել է, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում եւ անուղղակիորեն մեղադրել է նրան մանկապղծության համար, ինչպիսի երախտամոռություն գրել է Մասկը։ Տրամփը պատասխանել է, որ ձեռնարկատերը խելագարվել է եւ առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ եւ պայմանագրեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հիասթափված է իր երբեմնի դաշնակից Իլոն Մասկից։ Ես շատ հիասթափված եմ Իլոնից, ես շատ եմ օգնել Իլոնին, ասել է Տրամփը, հավելելով, որ նախկինում լավ հարաբերություններ են ունեցել գործարարել, բայց չգիտի հիմա այդպես է թե ոչ։ Մասկն ավելի հեռուն է գնացել
հայտարարել որ ԱՄՆ նախագահի անունը շոշափված է Ջեֆրի Էփշտեյնի անչափահասների սեռական շահագործման ենթարկելու փաստացի մանկապղծության սկանդալային գործում։ Միլիարդատիրոջ խոսքով Թրամփի ներգրավվածությունն է պատճառը, որ այս գործով փաստաթղթերը չեն հրապարակվում։ Դրանից հետո Մասկը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարի կողմից սահմանված սակագները կհանգեցնեն ռեցեսիայի տարվա երկրորդ կեսին։ Այման ինչպես տեսնում եք, լարվածություն է Էնաշճանի ասել, որ անգամ Իլոն Մասկն ասում այո պետք է հասնել impeachment-ի հասնելուց հետո էլ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դառնա նախագահ։ Էդ էլ այդ մասին մենք շատ ենք խոսել, որ իր ուշնումիտ կնայա, քանի որ գիտի երրորդ ժամկետ չի անցնելու Դոնալդ Տրամփը, ինքն էլ քաղաք չի ծնվել Ամերիկայում, ձև չունի մասնակցելու, բայց այդ հույսերը ցանկություններն ուներ, սահմանադրությունը փոխելու ասին դա չի ելնելու։ Միակ ձևը, որը որ Ջեյ Դի Վենսը դառնար այսինքն պետք է որ Դոնալդ Տրամփը impeachment-ի ենթարկվի, որի պարագայում ավտոմատ կերպով փոխնախագահը դառնա նախագահ։ Թե չէ եթե Դոնալդ Տրամփի նախագահական ժամկետն ավարտվի, այն էլ են սկանդալային քաղաքականության տեսքով, հաստատ փոխնախագահը որևէ շանս չի ունենա ընտրություններում հաղթի։ Նույնիսկ շանս չի ունենա, որ կուսակցությունը իրան ընտրի որպես Դոնալդ Տրամփի դաշնակից գաղափարակից։ Դա է պատճառը, միակ շանսը Մասկը մտածում էր, որ եթե փոխնախագահը դառնա նախագահ, բացի այդ ժամկետը կիսատ կաշխատի, իսկ նախագահ դարձած փոխնախագահը կարողանում է մի ժամկետ էլ ընտրվի։ Այսինքն կուսակցությունը ավտոմատ կերպով առաջադրում է գործող նախագահին։ Այս ամեն ինչը Մասկի ծրագիրներ ու նորություն չէր, այդ ամեն ինչը բացահայտել էին այն ժամանակ, երբ որ իրանք շատ լավ ջերմ հարաբերություններ ունեին, եւ որ դա պայթելու էր մի օր։ Բայց խնդիրը ստեղ ուրիշ է։ Կոնկրետ ես ասենք ոնց եմ մտածում։ Այո, ես մտածել եմ, որ Դոնալդ Տրամփի վարած քաղաքականությունը վտանգ է ներկայացնելու աշխարհի համար Ուկրաինայի քաղաքականության ընդհանրապես, նաև Հայաստանի համար է անորոշությունը, այս ինչ վիճակ է։ Բայց մեկը չի կարելի հանդուրժել, որ ընտրված նախագահին կարողանա որևէ բիզնեսմեն տապալի։ Նույնիսկ եթե դրա համար հիմքեր կան, ուղղակի չի կարելի, դա Ամերիկային սազական չի։ Ընտրվել ես, լավ ես արել, ինչ հա կատարվել, ոնց հա կատարվել, ինչ ա եղել, որտեղ Մասկը արդարություն չի վերականգնում։ Եթե իմանաս, որ նա արդարության մարտիկ է, ասես, որ պահին հենց իրան պետք էր, հիմա արդեն արդարության դրոշն առավ ընկավ դռները։ Այդքան քեզ օգնել են, դու էլ ես օգնել, հասկացանք։ Հիմա ինչ եք ուզում։ Իրար ուտում եք այն ժամանակ, երբ որ հիմա Տրամփը պետք է վերանայի իր քաղաքականությունը եւ կոշտ ձևով Ռուսաստանին պատժի, եւ այդ ժամանակ լրիվ վերականգնի Ամերիկայի դիրքերը, ներսից հարված եք հասցնում։ Այո, ընտրված նախագահին չպետք է բիզնեսմենը ինչքան էլ օգնած լինի, նա համեմատելու չի։ Ուզում աշխարհի ամենահարուստ մարդն ես։ Ամերիկայի նախագահի պաշտոնի հետ ոչինչ չի կարելի համեմատել։ Եթե Դոնալդ Տրամփը նույնիսկ թյուրիմացաբար համեմատել է թագավորի պաշտոն, քանի թագավոր կա, որ դեմդ վազվզում են։ Այդ ինչ թագավորի վրա է ստենց հիացել, կամ էլ թե չէ Հռոմի պապ ես ուզում, որ Ամերիկայից կարան Հռոմի պապ դառնա։ Այսինքն մոռացի Ամերիկայի նախագահի պաշտոնից բարձր պաշտոն ուղղակի գոյություն չունի։ Եթե գոնե այդքանի պարագայում ամեն ինչ պետք է անես, որ Մասկին դնես իր տեղը, երբ որ թույլ է իր տալի գա կողքդ կանգնի, հարցազրույց տա, երեխուն էլ բերի, գլխին նստացնի, երեխեն էլ գա քաշքշի, քիթն էլ մաքսի քսի սեղանից։ Բայց այդ ամեն ինչի մասին ամեն օր խոսում են, որ դա սրանա հանգեցնելու։ Ոչ մի պարագայում չի կարելի ասել, թե հեղինակավոր մարդիկ էլ մի բան գիտեն, որ ասում են։ Եթե մենք տեսնում ենք, որ սխալ տնտեսական քաղաքականություն են նայում, հազարոմյա ամենաինտելեկտուալ մարդն էլի։ Դա նշանակում է մենք պետք է մեր հասկացածը չընդունենք, նրանց հեղինակությունից հուզվենք։ Հիմա տեսնում եք, այդ հեղինակությունները ոնց են ձեր ոտի առաջ փռում, որ այս տնտեսական քաղաքականությունը կարող է տանի տնտեսության անկման։ Բայց այդ էինք ասում, ժողովուրդ ջան, բա ուրիշ ինչ էինք ասում։ Հիմա շարունակենք, Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով։ Մասկին հասցված ներկայիս վնասը պայմանավորված է Տրամփի հետ այդ պայքարով, Տրամփի գումարներն էլ մի միլիարդ դոլարով պակասել։ Իսկ հիմա դուք պատկերացեք ինչ վիճակի ենք հասել, որ Ռուսաստանից արդեն հեգնում են։ Բայց այդ ենք ասում, հիմա ժամանակն է Տրամփը բոլոր սխալները գցի Մասկի վրա եւ ինքը մաքրված դուրս գա։ Չեմ ասում հարվածներ չի ուտի, բայց քանի որ հաշվի առնելով, որ հիմա հանրապետական կուսակցությունն էլ հասկացավ ինչքան խոցելի է, Մասկը կարող է խաղեր տա, հիմալացի դեմոկրատներին կօգնեմ եւ այլ եւ առաջիկա 26 թվականի ընտրություններին շատ լուրջ վտանգներ կայացնի, իրանք պետք է շատ լուրջ դիրքավորվեն եւ այս առիթն օգտագործեն իմանան ու վրա են գցում։ Այստեղ արդեն բանի խնդիրը չի, թե ասենք ով է ճիշտ, ով է սխալ։
Տրամպը պետք է չտարվի բիզնեսմենին, այդքան բան։ Դա Ամերիկայի եւ աշխարհի շահերից է բխում։ Նույնիսկ եթե ինքը նրա շնորհիվ է ընտրվել, բայց արդեն ընտրվել է, վերջ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք նպաստել Դոնալդ Տրամփի եւ Իլոն Մասկի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը ողջամիտ վճարի դիմաց եւ որպես վճար ընդունել Starlink-ի բաժնետոմսերը։ Մի վիճեք, տղերք», գրել է Մեդվեդևը։ Այսօրն ենք ընկել ժողովուրդ։ Մեդվեդևը հեգնում է, հա։ Դրել են ավիրել են իր ռազմական արդյունաբերության 30%-ը իր ավիացիայի հերնացնել են գցել են ենկում։ Այսօր դրեցին էլի ուկրաինացիները հարվածին էլ նավթաբազաների էլ չգիտես ինչերի էլ երկաթ գծերի։ Դուք սենց կատակասեր տղաներ եք, հա, տենց։ Մի վիճեք տղաներ, այսինքն դուք եք հա մտամ Ուկրաինայի Ռուսաստանի խաղաղության միջնորդ։ Եկեք մենք միջնորդ կանգնենք քո Մասկի միջև։ Հիմա դրա համար պետք է շատ վճռական ձևով այդ բոլոր սխալները Դոնալդ Տրամփը ուղղի։ Սա իր շանսն է։ Ուղղակի Մասկը իրան շանս տվեց։ Պետք է այդ շանսը ճիշտ գրագետ օգտագործել։ Դոնալդ Տրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է. ԱՄՆ-ը եւ Չինաստանը պայմանավորվել են նախարարների մակարդակով երկկողմ առևտրի վերաբերյալ նոր հանդիպում անցկացնելու մասին։ Տրամփը նաեւ ասել է, որ Սի Ցզինպինի հետ իր զրույցը վերաբերել է բացառապես առևտրին եւ չի քննարկվել Ուկրաինան կամ Իրանը։ Զրույցը տևել է մոտ 1.5 ժամ եւ Տրամփն այն անվանել է շատ դրական։ Այս էլ եթե Իրան հաջողվի այդ հարցը կարողանա լուծել, հրաշալի կլինի, որովհետև ավելի անտրամաբանական բան քան այս մաքսային պատերազմը ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, էլի, որովհետև գիտեք նաև շատ ինչի համար է այս հարցը։ Երբ որ շատ դեպքերում ուզում են դա ցույց տան որպես նորություն, ժողովուրդ ջան, դա այնքան հին բաներ է, որ անգամ Խորհրդային Միության ժամանակվա ավարտած դասագրքերում տնտեսագիտական սովորած այդ պրոտեկցիոնիզմի քաղաքականությունը տեղական արտադրողին նպաստելու կամ մաքսային պատերազմը եւ այլ, դա որպես ձախողված բաներ 100 տարի առաջվա բաներ է, որ այդ մասին անցել ենք Խորհրդային Միության ժամանակվա անցածով, որ գիտենք, որ դա սխալ է, ես չեմ խոսում 21-րդ դարի այսօրվա գիտնականների մասին, որոնք Ամերիկայում են Նոբելյան մրցանակի դափնեկիր են նաև տնտեսագիտության մեջ։ Եթե դրա մասին չեմ ասում, այնպես պրիմիտիվ բաներ են, որպես նորարարություն ուզում մտցնել, որը որ ուղղակի լուրջ չի, Ժորժա, բարեբախտաբար այդ ամեն ինչը կվերանային ու գոնե տնտեսությունը կգա նորմալ վիճակի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակիցների մեծ մասն աջակցում է նախագահ Դոնալդ Տրամփի պաշտպանության մեջ հնայի 5%-ը ներդնելու կոչին եւ պատրաստ է ել ավելի մեծացնելու անվտանգության ծախսերը։ Կա լայն աջակցություն լրագրողներին ասել է Ռյուտեն Բրյուսելում Դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման հետ։ Հիմա հանդիպումից հետո Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Եվրոպայի դաշնակիցները եւ Կանադան արդեն մեծ ներդրումներ են անում իրենց զինված ուժերի, ինչպես նաեւ զենքի եւ զինամթերքի մեջ։ Իդեպ հիմա տեսեք հարցը նաեւ ինչու՞մ է։ Եթե Եվրոպային հիմա Ամերիկան ստիպում է, որպեսզի իրանք ռազմական ծախսերը ավելացնեն, դա միանշանակ բխում է մեր շահերից։ Որտեղ Եվրոպան եթե իր անվտանգությունը պահի դառնա ուժի կենտրոն, շատ կարևոր է դա։ Իդեպ ինչ էր ստացվել։ Եվրոպան հանգիստ իր համար ապրում էր, պայմանականորեն ասած ֆրակով, թիթեռնիկով եւ սպիտակ ձեռնոցներով։ Իհարկե դժվարություններ Եվրոպայում էլ շատ կա, բայց իրանք ինչ էին մտածում։ Անվտանգությունը Ամերիկան ապահովում, հոժարակամ իրանք համաձայն էին։ Էներգակիրները Ռուսաստանն է տալի, հոժարակամ իրանք այդ կախվածությանը համաձայն էին։ Ինչքան պետքա Ռուսաստանի տնտեսություն մտնում են, ինչքան պետքա չէին մտնում։ Հանգիստ իրանք համար ապրում են։ Մեկ էլ երկու կողմից սկսեցին մուննատ գալ։ Ժողովուրդ, ես դուք ով եք դառել, ես դուք ինչ եք, ես դուք եք, անուն դրեցին, մեզանից եք կախված, մենք որ որոշենք սենց։ Ժողովուրդ ջան, այդ մարդիկ հանգիստ ապրում էին Եվրոպայում։ Այդ որ Եվրոպայում արժանապատվությունը թասիբի եք գցում, դրա հետևանքները մտածում եք։ Մենք ծովից ծով Հայաստան քանի տարի ենք ունեցել, կամ Տիգրան Մեծի ժամանակ քանի տարի է այդ իշխանությունը տևել։ Բայց մինչև մի հիշում եմ, չէ, 300,000 Հայաստան ենք ունեցել, ժողովուրդ ջան։ Բա դուք տեսել եք եվրոպական երկրներն ինչեր են ունեցել։ Բա դուք գիտեք, 7 տարի է Նիկոլ Փաշինյանն ուզում է մեր մեջ կոտրի մեր պատմական հիշողությունը, ըմբոստանում ենք դեմնացում ենք, այդ ինչ ես անում։
Ոչ, այո, մենք մեր պատմական հայրենիքը պետք է հիշենք, պետք է երազենք, պետք է ապագայում էլ ուզենանք հզոր հայրենիք ունենանք։ Չենք ասում հարևանի հետ թշնամանանք, բայց այդ երազանքը կամ այդ պատմական հիշողությունը մեր մեջից չես անի։ Բայց ո՞վ է պատմական հիշողությունը Եվրոպայից անել։ Ժողովուրդ ջան, որ դուք Եվրոպային ոտի եք կանգնացնում, իտալացուն ասեք, դու սենց խելոք խեղճուկարակ նստել ես, հռոմեական կայսրությունը հիշում եք։ Բրիտանական կայսրությունը հիշում եք, որ մինչև հիմա չեն հաշտվում այդ մտքի հետ, որ իրանք կայսրություն չեն։ Ֆրանսիան մինչև այսօր գաղութներ ունի, անդրծովյան։ Լավ, այսօր կոռեկտ չի գաղութ ասեն կանոնը, բայց հո գիտեք գաղութ է։ Այդ պետություններին եք դուք անուն դնում։ Ասում եք դուք ինչ եք, կամ Գերմանիա։ Եթե այսօր մի հատ թասվի գցեցիք Եվրոպային, դուք հասկանում եք ինչ են անելու։ Իտալացիք պետք է ասեն, ախպեր ջան, մենք Հուլիոս Կեսարի հետնորդն եք, սրանք ով են դարել։ Տո իսպանացիք պետք է ասեն Ֆերդինանդն ու Իզաբելլան գնացին Կոլոմբոսին ուղարկեցին Ամերիկա հայտնագործեցին։ Անգլիացիք պետք է հիշեն իրանց Հորացիո Նելսոնին, Արտուր Վելինգտոնին։ Ֆրանսիացիք պետք է հիշեն իրանց Նապոլեոնին, գերմանացիք պետք է հիշեն Ֆրիդրիխ Վիլհելմ Կայզերին, Օտո ֆոն Բիսմարկին, տակից դուս եք գալու ժողովուրդ։ Դուք ընդհանրապես պատկերացնում եք, որ այդ մարդկանց մեջ կայսերապաշտությունը նստած է։ Մի հատ կրակ է պետք, որ նրանք ոտի կանգնեն։ Որ ոտի կանգնեցին, ո՞նց եք լրացնելու։ Հետևանքները պատկերացնում եք։ Իսկ իրանք շատ արագ էլ միություններ են կազմել։ Տո մի հատ կազմել են Նապոլեոնի հաղթելուց հետո ստեղծել են եվրոպական կոնցերտը անվտանգության, Անգլիան, Ավստրիան, Ռուսաստանը, տո երրորդ միությունն են դրանից հետո ստեղծել, Անտանտ են ստեղծել, իրանք շատ հեշտ կարողանում են համախմբվել ու իրանց հարցերն անել։ Հիմա դուք չեք տեսնում ինչ առիթ են օգտագործում ոտի կանգնելու։ Մեծ Բրիտանիան բայան չի գնաց թագավորը գնաց հասավ Կանադա, որովհետև Կանադան ընդունում է, որ ինքը սահմանադրական միապետություն է, իրանց միապետն է թագավորը Չարլզ 3-ն է։ Գնաց ասեց դուք իմ ենթական եք, սենց ձեզ կպայեք, ձեր թիկունքին կանգնած ենք։ Մոռացալ Ավստրալիան սահմանադրական միապետություն չի, Նոր Զելանդիան սահմանադրական միապետություն չի, իրանց թագավորը Չարլզը չի, այդ բրիտանական միապետությանը թասվի եք գցում, որ իրանք ոտի կանգնեն, ասեն ժողովուրդ եկեք համախմբվեք, դուք չեք տեսնում ռազմական ծախսերը ինչ փողեր են դնում։ Տո Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան դրան գումարեցին նաև Իտալիային էլ ասին դու ես մեր գործընկերը արի անը, բա Լեհաստանը մոռացել եք, բա Լեհաստանի վատ են թասվի գցել, այդքան տուժելա երկրորդ համաշխարհային պատերազմում։ Բա այդ նույն Լեհաստանը չէ Ռեջ Պոսպոլիտայի ժամանակ եկել էին Մոսկվա նստել էին, ռուսները ձեռքն էին համբուրում, իրան թագավոր էին հռչակել։ Լեժե Դիմիտրիների դեմ պայքարելու ժամանակ 1610-ից 12 թվականները, մինչև 13 թվական մնաց։ Վոլոդիսլավ 4-ին չեք հիշում, որ Ռուսաստանի ցարն էր Ռեջ Պոսպոլիտայից։ Սիգիզմունդ 3-ի տղեն։ Եթե չեք հիշում, բերեմ ծանոթացնեմ։ Ժողովուրդ ջան, հիմա այս մարդկանց, որ բոլորին ոտի եք անում, այն պատմություն չիմանալու պատճառով։ Ուզածներդ ի՞նչ է։ Այո, ոտի կկանգնեն, կուժեղանան, արժանապատվությունը կհիշեն, Ռուսաստանից կփոկվեն էներգակիրներն ուրիշ տեղից կբերեն, Ամերիկային էլ կասեն քուցավն էլ տանեմ, մենք կդնենք հիմա մեր անվտանգություն ու պաշտպանությունը կստեղծենք երկու համաշխարհային պատերազմը Եվրոպայից չստեղծվե, սկսվե։ Ինչի եմ ասում, ես դրա համար այս ամեն ինչը ասում եմ դրա համար, որ միևնույնն է, ես հույս ունեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համադրելով իրանց ուժերը Եվրոպան կստեղծեն բևեռներ, այլ ոչ թե հակադրվելով, որտեղ ինձ համար կատաստրոֆա է Եվրոպայի եւ Ամերիկայի հակադրությունը։ Բայց ես ուղղակի ուզեմ ասեմ, որ Եվրոպային ոտի կանգնացնեք, ժողովուրդ ջան, դա ուղղակի շատ բան չիմանալու արդյունքն է։ Ես այդ ուղղակի այդ ամեն ինչն ասի, մերձը տարավ մի հատ ծննդականը տվեց պապի, ես այդ ամեն ինչը ձեզ համար ասեցի։ Իմացեք, այս ծննդականի այդ ամբողջ պատմությունը, թե ոնց են մի օր ոտի կանգնելու եւ գլուխ բարձրացնելու։ Տա Աստված, որ ամեն ինչ գնա մեր պատկերացմամբ եւ հավաքական արևմուտքը մի ձեռագրով աշխատի եւ որի պարագայում էլ մեզ համար է շատ օգտակար լինի, որովհետեւ մեզ համար ապագան ես այդպեսին եմ տեսնում եւ Ռուսաստանն էլ իր տեղը ցույց տան, այդքան մի բան։
Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյա YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։